անցած անգամ 10-ից 12-րդ համարները միասին ուսումնասիրեցինք, քանի որ ծավալուն էր, բաժանեցինք երկու մասի եւ այսօր երկրորդ մասը եւ վերջին մասը պետք է ուսումնասիրենք միասին։ Վերհիշելու համար եկեք ընթերցենք հատվածը եւ անցնենք ուսումնասիրությանը։ Գործք առաքելոց 17-րդ գլուխ 10-ից 15-րդ համարները ընթերցենք։ Իսկ եղբայրները Պողոսին եւ Շիղային գիշերով շտապ ճանապարհեցին դեպի Բերիա, որոնք այնտեղ հասնելով գնացին հրեաների ժողովարանը։ Բայց սրանք ավելի ազնիվ էին, քան նրանք, որ Թեսաղոնիկեում էին, քանի որ Աստծո խոսքն ամենայն հոժարությամբ ընդունեցին։ Ամեն օր քննում էին գրքերը, թե իրոք սա այսպես է։ Ուստի նրանցից շատերը հավատացին, նույնպես թվով ոչ Սակավ պատվավոր հույն կանայք եւ տղամարդիկ։ Բայց երբ Թեսաղոնիկեցի հրեաներն իմացան, թե Բերիայում էլ է Աստծո խոսքը քարոզվել Պողոսի կողմից, այնտեղ էլ եկան եւ ժողովրդին գրգռեցին։ Այն ժամանակ եղբայրները Պողոսին շտապ ուղարկեցին մինչև ծովը, իսկ Շիղան ու Տիմոթեոսն այնտեղ մնացին։ Եվ Պողոսին տանողները նրան մինչև Աթենք հասցրին եւ Շիղայի եւ Տիմոթեոսի համար պատվեր ստանալով, որ շուտով իր մոտ գան, գնացին։ 10-ից 12-րդ համարներում մենք անցած անգամ տեսանք Բերիայի հրեաների արձագանքը ավետարանին եւ տեսանք այն գնահատականը, այն գովեստի խոսքերը, որ Ղուկասը գրում էր նրանց հասցեին, ասելով, որ նրանք ազնիվ էին, ավելի քան Թեսաղոնիկեի հրեաները, որովհետեւ խոսքը առանց նախապաշարմունքի ընդունեցին, հոժարությամբ, քննությամբ ընդունեցին։ Այնուհետեւ 13-րդ համարում արդեն Ղուկասը ցույց է տալիս Թեսաղոնիկեի հրեաների արձագանքը ավետարանի տարածմանը։ Եվ ասում է, որ երբ լսեցին, որ այնտեղ էլ է տարածվել խոսքը, այնտեղ էլ եկան եւ գրգռեցին ժողովրդին։ Այնուհետև 14 եւ 15-րդ համարներում արդեն Ղուկասը ներկայացնում է Բերիայի եղբայրների արձագանքը ծառայության կարիքին, որ ժողովուրդը գտնվում էր այդ խառնաշփոթ վիճակի ազդեցության ներքո եւ նրանք պետք է քայլեր ձեռնարկեին եւ եղբայրները արձագանքում են ծառայությամբ եւ ժողովրդին ուղեկցում, այսինքն Պողոսին ներողություն ուղեկցում են դեպի Աթենք։ Եվ հատվածի գլխավոր միտքը, որ անցած անգամ ուսումնասիրեցինք եւ նույնն է նաեւ այս հատվածի համար բնականաբար, վերհիշենք մարդու վերաբերմունքը ավետարանին դրսևորվում է նրա տված արձագանքով։ Այսինքն, երբ դուք քարոզում եք մարդուն ավետարանը, երբ նա որևէ կերպ արձագանքում է ավետարանին, դա ցույց է տալիս իր իրական վերաբերմունքը եւ տրամադրվածությունը ավետարանին, իր լսածին։ Եվ կարևորը, որ մենք քարոզենք հենց ավետարանը, որպեսզի մարդը կանգնի անխուսափելի ընտրության եւ հաշվետվության առջեւ, որ կարողանա նաեւ ցուցադրել իր իրական տրամադրվածությունը, իր իրական հավատը, կամ կդրսևորվի հնազանդվելով ավետարանին, կամ մերժելով, կամ այդ ավետարանին ծառայելով։ Այնպես որ այս հատվածում Ղուկասը ցույց է տալիս արձագանքի 3 տեսակ ուղղված ավետարանին, արձագանքի 3 տեսակ ուղղված ավետարանին։ Առաջինը, որը 1 րոպեով ձեզ կհիշեցնեմ ու կանցնենք երկրորդին, ովքեր անցած մասը լսել են, կվերհիշեն, ովքեր չեն լսել, մի փոքր կծանոթանան եւ խորհուրդ կտամ տանը լսել, որովհետեւ մենք մի ամբողջ մոտ 1 ժամ նվիրել ենք այս 3 համարի ուսումնասիրմանը, որտեղ շատ թանկագին ճշմարտություններ կային, որտեղ նկարագրվում էր այդ ընդունելու գործընթացը, եւ Սուրբ Գիրքն ասում է ընդունել Աստծո խոսքը, ինչ նկատի ունի։ Երբ ասում է ընդունել Աստծո խոսքը, նկատի ունի ընդունել խոսքը Աստծուց եկած, որ դրա ծագումը աստվածային է, Աստծուց է եկել այդ խոսքը։ Եվ ինչպես Պողոսը նշում է Թեսաղոնիկեցիս 2-րդ թղթում, ասում է, որ դուք ընդունեցիք Աստծո խոսքը ոչ որպես մարդու խոսք, այլ որպես Աստծո խոսք։ Այսինքն ընդունող մարդիկ են, ովքեր քարոզված ճշմարտությանը վերաբերվում են ոչ թե մարդու կողմից հնարամիտ մտքեր, այլ Աստծուց եկած խոսք։ Եվ հաջորդիվ 10-ից 12-րդ համարում Ղուկասը արդեն նկարագրում էր այդ ընդունելության ողջ գործընթացը։ Ինչպիսին է այն մարդը, ով ընդունում էր Աստծո խոսքը։ Եվ բնութագրիչներ կար 4 բնութագրիչ, եւ հետո արդյունքներ ցույց տալիս, նրանք առանց նախապաշարմունքի էին, նրանք կոչվում էին ազնիվ,
Պողոսը համեմատեց Թեսաղոնիկեի հրեաների հետ, Թեսաղոնիկեի լսարանի հետ, ովքեր լի էին նախապաշարումներով եւ առանց նախապաշարմունքի էին, որովհետեւ նրանց նախնական գիտելիքները նրանց չէր խանգարում նորը ընդունել։ Եվ նրանք չեզոք բաց մտքով կարողանում էին լսել Աստծո խոսքը եւ նրանց միտքը պատրաստ էր լսելու եւ ընդունելու։ Բայց այս բաց մտքով լինելը չէր նշանակում, որ նրանք պատրաստ էին ամեն հերետիկոսություն ընդունելու, որտեղ երրորդ բնութագրիչին եթե դուք նայեք, կտեսնեք, որ նրանք խոսքի քննությամբ էին լսում։ Այսինքն սրանք մարդիկ են, ովքեր որ բաց են, ազնիվ են, չեզոք են, բայց միևնույն ժամանակ ստուգում են։ Եվ նրանք շարունակ ստուգում էին Պողոսի քարոզը, թե ինչ էր նա քարոզում, արդյոք դա այդպես է թե ոչ։ Եվ դա անում էին համոզվելու մտադրությամբ, այսինքն ազնիվ, բաց մտքով, պատրաստ լսելու, ստուգելով եւ նպատակը համոզվելու մտադրությամբ։ Ասում է գրված է 11-ի վերջին եթե նայեք, քննում էին Սուրբ Գիրքը տեսնելու թե արդյոք դա այդպես է, այսինքն եթե այդպես է, ուրեմն կընդունենք։ Եվ այսպիսի ընդունելությունը անպայման բերում է արդյունքի եւ արդյունքը մենք տեսնում ենք 12-րդ համարում, որ նրանք կարողացան վստահել ավետարանին, հավատալ ավետարանին, որովհետև տեսան, որ այն Աստծո խոսքն է, ընդունեցին որպես Աստծո խոսք, ստուգեցին եւ վստահեցին ավետարանին։ Սա արձագանքի առաջին տեսակն է, որ մենք տեսնում ենք այս հատվածում, մարդիկ արձագանքում են Աստծո խոսքը ընդունելով։ Երկրորդ տեսակը արձագանքի, որ մենք այս հատվածում տեսնում ենք, ինչպես են մարդիկ արձագանքում ավետարանին, երկրորդ նրանք արձագանքում են ավետարանի դեմ գործելով, ավետարանի դեմ գործելով։ Արձագանքը մի տեսակ չի լինում, կան նաև այսպիսի տարբերակներ, երբ մարդիկ ավետարանի դեմ թշնամաբար են տրամադրված լինում։ Եվ այս համարում մենք տեսնում ենք ավետարանի դեմ գործելու տրամաբանությունը կամ դեմ գործելու չերևացող կողմի երկու բնութագիր։ Տեսնում ենք պատճառը, թե ինչու են նրանք դեմ գործում եւ տեսնում ենք նրանց նպատակը, որ ժողովրդին մոլորեցնելն է։ Նայեք 13-րդ համարին։ Բայց երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, այս բայցով հակադրում է նախորդ մտքին ընդունելությանը, երբ հրեաներն իմացան, որ Բերիայում եւս Պողոսի կողմից Աստծո խոսքը հռչակվեց, այնտեղ էլ եկան ժողովրդին հրահրելու եւ խռովություն առաջացնելու։ Ավետարանի դեմ գործելը միշտ ունի պատճառ, եւ այս դեպքում Ղուկասը լուսաբանում է այն։ Այսպիսով ո՞րն է պատճառը, որ գործում էին նրանք ավետարանի դեմ։ Պատճառը հրեաների նախանձն էր, այն նույն պատճառն է, որը կրկնվում է այստեղ։ Նայեք 13-րդ համարին, երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, որ Բերիայում եւս Պողոսի կողմից Աստծո խոսքը հռչակվեց, այնտեղ էլ եկան։ Ղուկասը նշում է գալու ժամանակը եւ ցույց տալիս նրանց գալու պատճառը։ Նա ասում է, որ եկան այն ժամանակ, երբ իմացան, իսկ ինչ իմացան։ Համարի շարունակությանը նայեք։ Երբ իմացան, որ Պողոսի կողմից Աստծո խոսքը հռչակվել է։ Պաստորեն նրանք եկել են այն ժամանակ, երբ լսել են, որ այն նույն ավետարանը, որ իրենք մերժեցին, փոխանցվել է Բերիայում։ Սրանից պարզ է դառնում, որ նրանք գործում են Աստծո խոսքի դեմ, ավետարանի դեմ։ Քանի որ երբ իմացան խոսքն է քարոզվել Պողոսի կողմից, այդ ժամանակ եկան։ Լավ, իսկ նախանձի հարցն ինչպես է երևում։ Նայեք համարին եւ տեսեք, թե ինչպես է Ղուկասը երկու մագբայով նշում նախկինում եղած պատճառի կրկնությունը, գործողության տարածումը եւ նույն նպատակի շարունակությունը։ Ուշադրություն դարձրեք այս երկու մագբայներին եւս եւ էլ։ Բայց երբ Թեսաղոնիկեի հրեաները իմացան, որ Բերիայում եւս Պողոսի կողմից Աստծո խոսքը հռչակվեց, այնտեղ էլ եկան ժողովրդին հրահրելու եւ խռովություն առաջացնելու։ Խոսքն այս երկու մագբայի մասին է, եւս եւ էլ, սա ցույց է տալիս կրկնություն։ Սա ավելացման չափի գործառույթն է նկարագրում, այսինքն Բերիայում նույնպես արդեն տարածվել է ավետարանը, Բերիայում եւս, եւ այս մագբայը ցույց է տալիս, որ ավետարանը չմնաց մեկ վայրում, գնաց տեղափոխվեց Բերիա, եւ հիմա տեսեք նրանց նպատակի շարունակությունը, այնտեղ էլ եկան։ Նույնն անելու, ինչ արել էին այնտեղ,
այստեղ էլ եկան։ Նրանք նույն գործողությունը կրկին կատարեցին։ Այսինքն, այնինչ արել էին Թեսաղոնիկեում, հիմա կրկնում են Բերիայում։ Սա ցույց է տալիս նրանց գործողությունների կրկնությունը։ Իսկ ինչ էին արել նախկինում, հիշում եք։ Սա մեզ տանում է համատեքստի մեջ մի փոքր հետ, դեպի Թեսաղոնիկե, մի քանի համար առաջ։ Նայեք 5-ից 9-րդ համարներին։ Այս մագբայերը կապում են 13-ը նախորդ 5-ից 9-րդ հատվածին եւ վերհիշելու համար ընթերցենք։ Նայեք 5-ից 9-ին, թե ինչ են արել նրանք։ Իսկ հրեաները նախանձեցին ու հրապարակներում թափառող մի քանի անպիտան մարդկանց հավաքելով ու ամբոխի վերածելով քաղաքը տակնու վրա արեցին եւ Յասոնի տան վրա հարձակվելով ուզում էին նրանց հրապարակ տանել։ Եվ երբ նրանց այնտեղ չգտան, Յասոնին ու եղբայրներից ոմանց քարշ տվին քաղաքի իշխանների մոտ աղաղակելով. Սրանք, որ աշխարհը տակնու վրա են արել, այստեղ են հասել։ Յասոնը նրանց ընդունել է։ Սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում, ասելով, որ մեկ ուրիշ թագավոր կա, Հիսուսը, եւ վրդովեցրին այսպիսով ժողովրդին ու քաղաքի իշխաններին, որոնք լսում էին այս բաները, սակայն Յասոնից եւ ուրիշներից երաշխիք ստանալով ամենայն հավանականությամբ գումարի տեսքով նրանց արձակեցին։ Ահա թե ինչ էին նրանք արել նախկինում։ Նախ եւ առաջ նախանձել էին, հատվածն ասում է, եւ նրանց բոլոր չարությունները բխել էր իրենց նախանձից։ Ահա թե որն է նրանց Բերիա եւս գալու պատճառը եւ ահա թե ինչու եկան Բերիա։ Ղուկասը հստակ նշում է, որ եկան Բերիա, ներողություն, Թեսաղոնիկե հրեաներն իմացան, որ Բերիայում եւս Պողոսի կողմից Աստծո խոսքը հռչակվեց, այնտեղ էլ եկան։ Ահա պատճառը, նախանձը, նույն նախանձի շարունակությունը, քանի որ նրանք այս նույն պատճառով էլ գործում էին Թեսաղոնիկեում։ Եվ Թեսաղոնիկեում Պողոսի ապացուցողական 3 շաբաթյա դիալոգների, զրույցների արդյունքում հիշում եք ինչ տեղի ունեցավ։ 4-րդ համարն ասում էր, որ սինագոգը գրեթե դատարկվեց։ Լքեցին շատ հրեաներ, հույներ, երևելի կանայք, եւ կտրվեց նրանց շահի աղբյուրը, ազդեցության հնարավորությունը, եւ 5-րդ համարում արդեն նշում է, որ չհավատացող հրեաներն էլ նախանձեցին, այո, նախանձն այն է, մենք խոսել ենք երկար սրա մասին, երբ մեկը հոգեկան ցավ է զգում դիմացինի հաջողության պատճառով։ Նրանք նախանձեցին, քանի որ սինագոգը գրեթե դատարկվել էր։ Այսպիսով, Թեսաղոնիկեում նրանց նախանձն էր դրդել թշնամական քայլերի, հիմա էլ եկել են ճիշտ նույն պատճառով, քանի որ գրված է, երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, որ Բերիայում եւս Պողոսի կողմից Աստծո խոսքը հռչակվեց, այնտեղ էլ եկան։ Ստացվում է, որ այս մագբայը ցույց է տալիս նախորդ պատճառի կրկնությունը, ինչպես եւ ինչ պատճառով գործում էին այնտեղ, այստեղ եւս կրկնում են։ Համարում մյուս մագբային, եթե նայեք, ցույց է տալիս չափերը տարածական իմաստով, տարածքային իմաստով։ Նայեք համարին, ասում է այնտեղ էլ եկան, այնտեղ էլ։ Այս էլ մագբային էլ գործածված է տարածքային իմաստով եւ ցույց է տալիս չափերը, այսինքն նրանք հետևողականորեն հետևում են, թե Աստծո խոսքը որքան է տարածվում եւ դեպի ուր։ Ղուկասը չի նշում, թե ինչպես են նրանք իմացել, բայց արձանագրում է, որ իմացել են։ Գուցե հրեաներից մեկն էր գնացել Բերիա եւ տեղեկացրել, գուցե բերիացիների դարձը այնքան ուժգին էր եղել, որ նրանցից շատերն էին գնացել, հասել, տարածվել տարբեր տեղեր եւ նրանք լուրն էին լսել։ Դա էական չէ, այլ էականն այն է, որ նրանք իմացել էին, որ Պողոսի կողմից այնտեղ եւս քարոզվել է Աստծո խոսքը եւ այնտեղ էլ նրանք գնացին։ Փաստորեն, այս երկու փոքրիկ մագբայները եւս եւ էլը փոքրիկ լինելով մեծ ճշմարտություն են փոխանցում։ Այն որ ավետարանի դեմ գործողները չեն հանգստանում, չեն զլանում, չեն դադարում, այլ շարունակ փորձում են խանգարել եւ կանխել ավետարանի երթը։ Սրա վառ օրինակը հենց Պողոսն ինքն էր, խանգարող, թշնամի ավետարանի, ով մեծ նախանձախնդրությամբ, ջանասիրությամբ եւ հետեւողականությամբ հալածում էր եկեղեցուն։ Եվ նույնիսկ գրված է, որ նա մահ էր շնչում։ Եթե դուք նայեք Գործք 9:1-ում,
այսպես է գրում Ղուկասը, Սողոսը դեռևս Տիրոջ աշակերտների դեմ սպառնալիք ու մահ շնչելով գնաց քահանայապետի մոտ։ Մահ շնչելը մեր Դեն եղբայրը մեկ անգամ բան ասած տպավորեց ինձ շատ, ասած հետաքրքիր է որ Ղուկասը համեմատում է շնչառության հետ, ցույց տալու համար որ ամեն վարքյան դա իր նպատակն էր։ Ինչպես շունչ քաշելն է մեզ համար ամեն վարքյանի նպատակ, կարելի ասել, այդպես էլ նրա մտքում, որ նա հետևողականորեն տրամադրված գործում էր ավետարանի դեմ։ Ահա այսպեսին էր Պողոսը, մինչև Հիսուսին հանդիպելը։ Իսկ Թեսաղոնիկեի անազնիվ մոլերանտ ֆանատիկ հրեաները գործում են ավետարանի դեմ այս դեպքում նախանձից դրդված եւ հետևողականորեն։ Հիշում եք Հիսուսն ինչ ասաց այն մարդկանց, ովքեր այսպիսի ջանք էին թափում, ծով ու ցամաք անցնում էին մեկին դարձի բերելու համար։ Մատթեոս 23:15 այսպես է ասում Հիսուսը. «Վայ ձեզ կեղծավորներիդ, դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ ծովով ու ցամաքով շրջում եք, որպեսզի մեկին նորահավատ դարձնեք, ու երբ ստացվում է, նրան ձեզնից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում»։ Այս վայը ուղղված է այն կրոնական մարդկանց, ովքեր եռանդուն կերպով ձգտում էին նույնիսկ մեկ հեթանոսի դարձի բերել դեպի հուդայականություն։ Եվ նրանց սովորեցնում էին ռաբիների սխալ կիրառությունները, եւ արդյունքում այս մարդը դառնում էր իրենցից ավելի մոլերանտ։ Եվ Հիսուսի այս ասածը, որ ձեզնից ավելի կրկնապատիկ գեհենի արժանի եք դարձնում, այս նշանակությունն ունի։ Ահա թե ինչպիսին է կրոնական մոլերանտությունը, նրանք գործում են նախանձից դրդված, հետևողականորեն են իրենց գործին, ջանասեր են եւ նրանք իրականում գործում են ավետարանի դեմ։ Սա ավետարանի դեմ գործելու պատճառն է, նախանձը, որ Ղուկասը ցույց տվեց, որ նրանց նույն պատճառի շարունակությունը տեղի ունեցավ նաեւ Բերիայում։ Հարց ես ու դու մեր մասին կարող ենք մտածել, դու գործում ես ավետարանի օգտին թե դեմ։ Արժե մտածել այս մասին։ Ավետարանի դեմ գործելը միայն նման թշնամական դրսևորումով չէ, որ արտահայտվում է։ Ավետարանի դեմ նաև նշանակում է անել որևէ բան, որը օգուտ եւ շահ չի բերում ավետարանին։ Եվ սա ավելի լայն կիրառումն է այս մտքի։ Իմ դասախոսներից մեկը Դեվիդ Բենզելը մեզ հերմենևտիկա եւ քարոզաբանություն էր դասավանդում Կիևում։ Սրա վերաբերյալ մի այսպիսի միտք էր ասել, որ կրկին ես հիշեցի սա գրելիս։ Ասում էր մարդու յուրաքանչյուր գործողություն կամ ընդլայնում է Աստծո կամ սատանայի արքայությունը։ Յուրաքանչյուր գործողություն։ Կարևոր հարց կլինի նաև մտածել, արդյոք Հիսուսին քարոզողներին ամեն կերպով, ովքեր ուզում են արգելել, նախանձի պատճառով չեն անում դա։ Գուցե դուք նախանձում եք, որ ձեր ժողովարները լքում են շատերը եւ միանում են Հիսուսի պաշտողների խմբին։ Ինչու եք ուզում կանխել Աստծո խոսքի տարածումը։ Գուցե դուք նախանձ եք։ Սա ավետարանի դեմ գործելու պատճառն է։ Հիմա նայեք ավետարանի դեմ գործելու նպատակին։ Համարում տեսնում ենք նպատակը, թե ինչու են Թեսաղոնիկեի հրեաները դեմ գործում եւ ինչ մտադրությամբ։ Նայեք համարի վերջին մասին։ Բայց երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, որ Բերիայում եւս Պողոսի կողմից Աստծո խոսքը հռչակվեց, այնտեղ էլ եկան ժողովրդին հրահրելու եւ խռովություն առաջացնելու։ Հրահրել եւ խռովություն առաջացնել։ Երկու բառ, որոնցից յուրաքանչյուրը բացում է նրանց իրական մտադրության էությունը։ Հրահրել բառն օգտագործում էր ծովի անկայունությունը, երկրաշարժի ցնցումները, քաղաքական անկարգությունները կամ երկրային անորոշությունները նկարագրելու համար։ Փոխաբերական իմաստով եւ մեր համատեքստում նշանակում է շարժել, բայց միտքը, մտքերը։ Հետաքրքիր է, որ Թեսաղոնիկեցիներին ուղված Պողոսի երկրորդ թղթի երկրորդ գլուխ երկրորդ համարում ճիշտ այս բառն է նույն գրված եւ ճիշտ նույն իմաստով։ Տեսեք ընթերցում եմ, ասում է Պողոս արդ աղաչում ենք ձեզ, եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան եւ մեր մոտ նրա հավաքվելու վերաբերյալ, որ դուք ուշադրություն մտքով չտատանվեք կամ չտագնապեք ոչ հոգով, ոչ խոսքով եւ ոչ էլ իբրև թե մեզնից գրված թղթով, որպես թե Քրիստոսի օրը հասել է։ Պողոսը Թեսաղոնիկեցիներին ասում է, որ մտքով չտատանվեն եւ հետո ասում է աղբյուրները, թե որտեղից կարող էր գալ այդ տատանումները։ Առաջին ասում է ոչ հոգով։ Հոգին պնևման է, որը համատեքստում նշանակում է
որևէ հոգևոր հայտնություն։ Այսինքն որևէ մեկը գար ասել, որ գիտեք, Հիսուսի գալստյան վերաբերյալ ես նոր հայտնություն ունեմ։ Հա, հոգևոր նկարագրով մեկը։ Կամ գար խոսքով, լոգոսն է գրված։ Այսինքն գար մեկը քարոզեր մի բան, ասեր մի բան, որ հակառակ էր առաքյալների քարոզչությանը։ Չլինի ասում է, որ ոչ հոգով, ոչ խոսքով, տագնապետք, այսինքն ձեր մտքերը չշարժվեն այս ճշմարտության վերաբերյալ, թե կարծես Քրիստոսի օրը հասել է։ Մեկը պնդում էր, որ այս հայտնությունը ստացել է Տիրոջից, մյուսը, որ լսել է դրա մասին, նորադարձները կարող են տագնապել եւ ընկնել իրենց համոզմունքից։ Եվ զարմանալի չէ, որ նորադարձները այս համոզմունքից ընկնեն, քանի նրանք ամուր չեն իրենց իմացածում։ Դրա համար սիրելիներ, երբ մենք խոսում ենք մոլորեցնողների մասին, երբ մենք խոսում ենք երազներ եւ տեսիլքներ, նոր հայտնություններ տեսնողների մասին, շատերը հարցի լրջությունը չպատկերացնելով կարծում են, որ պարզապես մենք հակաքարոզչություն ենք անում։ Ոչ, սա վտանգ է, իրական վտանգ է։ Եվ դրա համար առաքյալն ասում է, որ նոր հայտնություններ չեն լինելու։ Հիսուսի գալստյան վերաբերյալ գրված է հստակ։ Եվ զգուշ եղեք, որ չտագնապեք ոչ հոգով, ոչ էլ խոսքով։ Եվ ոչ էլ կարծես ասում է մեր կողմից գրված, իբր թե մենք գրել ենք, որ Հիսուսի օրը արդեն եկել է, կամ նրա մոտ հավաքվելու վերաբերյալ։ Այսպիսով Թեսաղոնիկեի նախանց հրեաները եկել էին հրահրելու եւ գրվածը խռովություն առաջացնելու։ Նախկինում նրանց կատարած գործերը սուտ մեղադրանքները, կրոնական ու քաղաքական շահերը իրար խառնելով նրանք մերժեցին ավետարանին հնազանդվելը եւ հիմա գործում են ավետարանի դեմ։ Դրա համար հիշեք, սիրելի մարդիկ, երբ դուք մերժում եք ավետարանին հնազանդվելը, այնուհետև գործում եք ձեր շահերի օգտին, ուզեք թե չուզեք։ Իսկ ինչով են տարբերվում այս դեպքում հրահրելը եւ խռովություն առաջացնելը, որ նրանց նպատակն է։ Հրահրելը ցնցելն է, տատանելը, գրգռելը եւ անհանգստացնելը մտքով, իսկ խռովեցնելը տարասո բառն է, որ նշանակում է խանգարել եւ շփոթության մեջ գցել, զանգվածային կերպով։ Առաջին բառը համատեքստում ցույց է տալիս մտային շփոթություն, մյուս բառը խառնաշփոթ վիճակ, ցույց է տալիս դրա մասշտաբները, այսինքն եկան որպեսզի զանգվածային կերպով ժողովրդին իրենց մտային համոզմունքից գցեն, փոխեն նրանց մտքերը, շփոթություն բերեն։ Եվ ինչպես 6-ից 8-րդ համարներում էր արդեն եզրակացություն տալիս Ղուկաս, ասում է եւ վրթովեցրին ժողովրդին ու քաղաքի իշխաններին ուշադիր, ովքեր լսում էին այս բաները։ Ահա թե ինչ նպատակով էին եկել մոլորեցնելու ժողովրդին։ Տեսեք, թե ինչպես են մարդիկ արձագանքում ավետարանին, ահա թե ինչն է թշնամաբար տրամադրվածների արձագանքի պատճառը եւ որն է նրանց նպատակը։ Պատճառը նախանձն է, իսկ նպատակը ճշմարտությունից շեղելը եւ ավետարանիչների դեմ տրամադրելը։ Հարց ինչպես ես դու արձագանքել ավետարանին եւ լսել ես այն։ Որ ճամբարում ես դու, Հիսուսի դեմ կամ Հիսուսի հետ։ Անպայման չէ, որ դու մեր համայնքից լինես, որ լինես Հիսուսի կողմում։ Քանի որ հիշում եք Հիսուսը ինչ կարևոր սկզբունք ասաց։ Ով մեզ հակառակ չէ, մեզ հետ է։ Դու կարող ես այլ երկրում լինելով լինել Հիսուսի հետ, արձագանքել ավետարանին հնազանդությամբ։ Հիշիր, երբ դու լսում ես ավետարանը, դու քո արձագանքով ցույց ես տալիս քո իրական վերաբերմունքը։ Դու կամ պետք է ընդունես այն, կամ պետք է մերժես։ Պատասխանեք ձեր սրտում եւ նույնիսկ համացանցով լսողները հետագայում։ Ինչպես ես դու արձագանքում ավետարանին։ Դու հնազանդվում ես Աստծո ասածներին, թե գործում ես ավետարանի դեմ։ Կարևոր կլինի մտորելու համար դու ջանասիրաբար գործում ես համացանցում, դրսում, որևէ կրոնական կամ քաղաքական համակարգում, ինչից դրդված։ Ինչն է պատճառը քո գործողությունների։ Եվ վերջին ինչն է քո նպատակը ավետարանի ուղղությամբ ջանք թափելուդ։ Սա լայն կոչ է, սիրելիներ, որի մեջ կարող են մտնել նույնիսկ երկրի կառավարող օղակները, քաղաքական կամ հոգևոր։ Այսօր մեր երկրում ավելի ակտուալ է դարձել քրիստոնեական կամ քրիստոնեության վիճակի քննարկումը երկրում։ Եվ բոլորը խոսում են դրան դեմ կամ կողմ։ Որը կամ ինչն է դեմ համարվում, որը կամ ինչն է կողմ համարվում։ Ինչպես եք դուք գնահատում։ Դրա ստուգման չափանիշը մեկն է, ուշադիր լսեք։ Բոլոր այն արձագանքները,
որոնք արտահայտվում են ավետարանին հնազանդվելով ճիշտ արձագանքներ են։ Իսկ ավետարանի անվան տակ ավետարանը շրջանցող որևէ իմաստուն արձագանք Տերը կդատի, ովքեր ավետարանը կօգտագործեն որպես իրենց շահի աղբյուր։ Այնպես որ կոչ աշխարհի կառավարիչներին, քաղաքական, հոգևոր պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես եք արձագանքում ավետարանին դուք եւ անհատապես եւ ձեր պաշտոններից բխող արտոնություններով։ Դուք գործում եք ավետարանին դեմ, թե ավետարանի համար։ Եթե դուք ձեր պաշտոնը, ձեր ընդունած օրենքները, ձեր գործունեությունը շեղում է մարդկանց Հիսուսից ուշադիր լսեք եւ նրա ավետարանից, դուք գործում եք ավետարանի դեմ։ Իսկ եթե նպաստում է, ուրեմն Տերը թող օրհնի ձեզ։ Եթե ոչ իմացեք, որ դուք գործում եք վերջին հաշվով ոչ թե ավետարանի դեմ, այլ ձեր դեմ։ Դուք նման կլինեք ոտաբոբիկ մեխի հարվածողի, ինչպես Հիսուսն ասաց։ Քանի որ մեծ հաշվով դուք չեք կարող վերջնական իմաստով կասեցնել ավետարանի երթը, այն կաշխատի ձեր դեմ։ Ինչպես արդեն հնչել էր Գամաղիելի բերանից, հիշում եք 5-րդ գլխում, եւ հիմա ասում եմ ձեզ այդ մարդկանցից հեռու մնացեք եւ թողեք նրանց, որովհետեւ եթե այդ խորհուրդը կամ գործը մարդկանցից է, ինչ կլինի, կքանդվի, բայց եթե Աստծուց է, չեք կարող քանդել միգուցե Աստվածամարդ էլ դառնաք, այսինքն Աստծո դեմ մարտնչող։ Մեկ օրինակ էլ երկիրը ղեկավարների համար կարդամ, որ նրանք չկարծեն, որ իրենք ամենաբարձրն են։ Մենք հարգում ենք իրենց, բայց դա չի նշանակում, որ իրենք Աստծուն հավասար կարող են լինել։ Գործք 12:21-24-ում Հերովդեսի անփառունակ մահվան մասին եմ ուզում կարդալ։ Որոշված օրը Հերովդեսը թագավորական զգեստ հագած նստել էր ատյանում եւ հրապարակավ խոսում էր նրանց հետ, իսկ ամբողջ աղաղակում էր, ուշադիր լսեք, դա Աստծո ձայնն է։ Եվ ոչ թե մարդու, եւ Տիրոջ հրեշտակն իսկույն հարվածեց նրան, որովհետեւ Աստծուն չտվեց փառքը եւ որդերով լցվեց եւ մեռավ, վերջը լսեք, իսկ Աստծո խոսքը հաճում էր ու բազմանում։ Ավետարանը կասեցնել հնարավոր չէ, բայց ի վնաս քեզ գործել հնարավոր է։ Եկեք տեսնենք մեր հատվածում եղող արձագանքի վերջին 3-րդ տեսակը։ Սա 2-րդ տեսակն է, ավետարանի դեմ գործելով, որտեղ մարդիկ գործում են նախանձից դրդված եւ գործում են մարդկանց ավետարանից շեղելու, մոլորեցնելու նպատակով։ Եվ այս 3-րդը տրամաբանական շարունակությունն է նախորդ արձագանքի։ Այս վերջին արձագանքը հակապատկերն է դեմ գործելու, որը նաև լավ կիրառում կլինի 3-րդ կետի համար։ Ովքեր կհարցնեին, իսկ ինչպես գործեմ ոչ թե դեմ, այլ ավետարանի կողմ։ Տեսեք թե ինչպես։ Ուրեմն ինչպես են մարդիկ արձագանքում ավետարանին, 3-րդ ծառայելով ավետարանի տարածմանը։ Ծառայելով ավետարանի տարածմանը։ Եվ այս համարներում տեսնում ենք ավետարանի տարածմանը ծառայելու 3 օրինակ։ Ավետարանի տարածմանը ծառայելու 3 օրինակ։ Առաջին իմաստուն քայլերով է հնարավոր ծառայել ավետարանի տարածմանը, նվիրվածությամբ եւ հնազանդությամբ։ Նայեք 14 եւ 15-րդ համարներին, թե ինչպես արձագանքեցին Բերիայի նորադարձ եղբայրները այս կարիքին։ Այդ ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին, որ մինչև Ծովեզր գնա։ Իսկ Շիղան ու Տիմոթեոսն այնտեղ մնացին։ Եվ Պողոսին տանողները նրան մինչև Աթենք հասցրին եւ Շիղայի եւ Տիմոթեոսի համար պատվեր ստանալով, որ շուտով իր մոտ գան, գնացին։ Այսպիսով ծառայել ավետարանի տարածմանը նշանակում է կատարել նպատակային քայլեր, որպեսզի ավետարանը տարածվի։ Այս երկու համարներում տեսնում ենք Բերիայի ազնիվ եղբայրների արձագանքը ոչ միայն խոսքն ընդունելով, այլ նաև ծառայությամբ։ Առաջին օրինակը նրանց ցուցաբերած ծառայության երևում է նրանց նպատակային կատարած քայլերով։ Նայեք 14-րդ համարին եւ տեսեք թե ինչ քայլեր արեցին նրանք ավետարանի եւ եղբայրների համար։ Այդ ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին, որ մինչև Ծովեզեր գնա, իսկ Շիղան ու Տիմոթեոսը մնացին այնտեղ։ Տեսնում եք երկու քայլ, Պողոսին ուղարկեցին եւ երկրորդ Տիմոթեոսն ու Շիղան մնացին այնտեղ։
Ղուկասն սկսում է սրանով. այդ ժամանակ, այս արտահայտությունը հիշեցնում է Թեսաղոնիկեի հրեաների այցի գործունեության մասին, եւ դա այն ժամանակն էր, երբ Թեսաղոնիկեի հրեաները լսեցին եւ եկան Բերիա, ըստ 13-րդ համարի։ Այդ ժամանակ Բերիայի եղբայրները պետք է որոշում ընդունեին, քանի որ վտանգված էր Պողոսի կյանքը։ Եվ նրանք որոշեցին Պողոսին շտապ դուրս անել քաղաքից։ Տեսեք համարում, Պողոսին իսկույն ուղարկեցին մինչև Ծովեզեր գնա, որ մինչև Ծովեզեր գնա։ Ինչու Ծովեզեր։ Նայեք այս քարտեզին։ Այստեղ նշված տեղանքները գտնվում են Հին Մակեդոնիայում եւ Հունաստանում։ Ինչ է տեղի ունեցել այս 14 եւ 15-րդ համարներում եւ ինչ երթուղով Պողոսը հասավ Աթենք։ Պողոսը գտնվում էր Բերիայում։ Ես մոտեցրել եմ քարտեզը, որ տեսնեք, չգիտեմ վերջում լավ երևում է թե ոչ։ Բերիան ձեզնից դեպի ձեր ձախ կողմից եթե նայեք, վերևի մասում է գտնվում Թեսաղոնիկե, ներքևում Բերիա։ Պողոսը գտնվում է Բերիայում, եղբայրները նրան ցամաքով իջեցրին դեպի Ծով, այսինքն մոտակա նավահանգիստը։ Հավանական է սա պատմությունն է ասում, Ղուկասը չի գրում, Դիում կոչված մակեդոնական նավահանգիստներ, ամենամոտը իրենց Բերիային մոտ, եւ այդ նավով այդտեղից գնաց Աթենքին մոտ նավահանգիստ, որի մասին էլ գրված չի, սա պարզապես հնարավոր երթուղին է, ինչպես կարող է Պողոսը այնտեղ հասած լինել։ Եվ այնտեղից հետո նա կարողանում է մտնել արդեն Աթենք։ Այսինքն Բերիայից ուղեկցում են մինչև ցամաքով ուղեկցում են Ծով, որևէ նավահանգիստ, նավահանգստից ուղարկում են մինչև Աթենքին մոտ նավահանգիստ եւ Աթենքին մոտ նավահանգստից հետո նա մտնում է արդեն Աթենք։ Համարում գրված է մինչև Ծովեզեր, հետո 15-րդ համարից տեսնում ենք արդեն մինչև Աթենք։ Նրա վերջին կանգառը կարելի ասել Աթենքն է։ Այսպիսով եղբայրները տեսնելով եւ հասկանալով, որ Պողոսի կյանքին վտանգ է սպառնում, որոշում են նրան ուղարկել հեռու եւ անվտանգ վայր։ Այսինքն այս քայլը անվտանգության նպատակ ունի։ Ինչու են նրանք ուղարկում Պողոսին։ Նրանք շատ են շտապում եւ շատ արագ են գործում, քանի որ համարում նշված է, որ նրանք իսկույն ուղարկեցին։ Բայց փառք Աստծո, որ այս քայլերի նման արագությունը չտարավ նրանց սխալների։ Այո, պետք է շտապել, քանի որ եթե Պողոսի կյանքը չխնայվեր Թեսաղոնիկեում, Յասոնից գրավ վերցնելու արդյունքում, այժմ գուցե սպանեին նրան Բերիայում։ Դրա համար իրավիճակի լրջությունը նրանք հասկանալով, եղբայրները իսկույն ուղարկում են նրան։ Սա նրանց որոշման մի մասն է։ Սա նպատակային առաջին քայլն է պահպանել ծառայողի ֆիզիկական անվտանգությունը ավետարանի տարածման համար։ 14-րդ համարում տեսնում ենք եւս մեկ քայլ, ինչ արեցին նրանք, արդեն եղբայրների Շիղայի ու Տիմոթեոսի հետ կապված։ Նայեք համարի շարունակությունը։ Այդ ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին, որ մինչև Ծովեզեր գնա, իսկ Շիղան ու Տիմոթեոսը այնտեղ մնացին։ Տեսնում եք, նրանք այնպիսի որոշումներ են ընդունում, որոնք կապահովեն հնարավորություն, ուշադրություն եւ Պողոսի անվտանգության համար եւ Բերիայում ծառայությունը շարունակելու համար։ Այս ազնիվ եղբայրները որոշում են մնալ Բերիայում։ Նրանց այս որոշումը շատ իմաստուն է, քանի որ ապահովում է երկկողմանի օգուտ։ Առաջին ապահովում է անվտանգություն Պողոսի համար եւ հնարավորություն է տալիս, որ ավետարանը տարածվի մինչեւ Աթենք եւ Աթենքից էլ այն կողմ, իսկ երկրորդը ապահովում է հնարավորություն Բերիայի եկեղեցու համար, նորադարձների համար, որ նրանք կմնան այնտեղ եւ հոգ կտանեն այդ նորաստեղծ եկեղեցուն։ Տեսնում եք ինչ խելացի քայլեր են անում։ Եվ նրանց քայլերը խելացի է, քանի որ ավետարանի տարածման համար է այն արվում եւ եկեղեցու օգուտի շինության համար։ Նրանց երկու քայլերն էլ կարևոր նպատակներ են հետապնդում։ Հոգատարություն ծառայակցի նկատմամբ եւ հոգատարություն նորադարձների եկեղեցու նկատմամբ։ Ահա ավետարանին ծառայողներից համար առաջնահերթություններ ցույց տվող օրինակ, սիրելիներ։ Այս նպատակային քայլերից բացի մյուս կողմից նման քայլերը խոսում են նաև Բերիայի եղբայրների հավատի որակի մասին։ Նրանց հավատը իրական էր եւ անկեղծ։ Գիտեք ինչու։ Քանի որ տեսնելով արդեն ծանոթ լինելով մոլեռանդ հрьяաների սցենարներին,
Նրանք որոշում են մնալ նույն տեղում։ Որոշում են Բերիայում մնալ։ Եվ դրանով չեն բացառում այն նույն սցենարը, որ ինչ որ Պողոսին ուղղությամբ էր լինում, կարող է նաև իրենց սպառնալ։ Իսկ թե ինչու էր նրանց թիրախում կոնկրետ Պողոսը։ Գուցե մտածեք, որովհետև այստեղ համարում տեսնում ենք, որ Շիղան եւ Տիմոթեոսը մնում են։ Ինչու էր նրանց թիրախում կոնկրետ Պողոսը եւ ոչ թե նաև Տիմոթեոսն ու Շիղան։ Հավանական պատճառն այն է, որ Պողոսն էր հիմնական խոսողը։ Նա մեծ ազդեցություն եւ ճանաչում ուներ, եւ նրան վերացնելով կկարողանային կանխել ավետարանի տարածումը, հովին խփել հոտը ցրել սկզբունքով։ Նույնիսկ հիշատակում կա Գործք առաքելոցում, որ նման զրույցների ժամանակ Պողոսն էր հիմնական խոսողը։ Օրինակ կհիշեք 14-րդ գլխում, երբ հեթանոսներին գնացին այցելելու, որ նրանց վերաբերվեցին որպես Աստծո, այսպես է գրում Ղուկասը 14-11-12-ում։ Ժողովուրդը տեսնելով այն, ինչ արեց Պողոսը, իր ձայնը բարձրացրեց ու լիկայոներեն ասաց. Աստվածները մարդկանց կերպարանքով մեզ մոտ իջան եւ Բարնաբասին անվանեցին Դիոս, իսկ Պողոսին Հերմես, պատճառ լսեք, որովհետեւ նա էր հիմնական խոսողը։ Այսինքն սա ավելի հեղինակության հանրահայտ լինելու հետ էր կապված եւ ուղիղ վտանգ դեռևս չէր սպառնում Շիղային եւ Տիմոթեոսին։ Առավելևս որ Տիմոթեոսի ազգությունը նույնպես, եթե հիշեք, այն օգուտ էր միջմշակութային ծառայության համար։ Նա հոր կողմից հրյա էր, ներողություն հույն էր, մոր կողմից հրյա էր եւ նա հարմար էր երկու մշակույթներում էլ ծառայելու համար։ Շիղան էլ մարգարե էր, ընդունված մեկը ուսուցիչ, շատ հարմար էր, որ նա եկեղեցում, այդ նորաստեղծ եկեղեցում ամրապնդեր Պողոսի ուսմունքը։ Նրան ընդունում էին, նա էլ հեղինակավոր մեկն էր ուսուցման տեսանկյունից։ Այնպես որ սա նպատակային երկկողմանի իմաստուն քայլ է, որը կատարում են Բերիայի եղբայրները։ Այսպիսով ավետարանի տարածման համար այս քայլերով կիրականանար խոշոր նպատակ։ Առաջինը՝ կապահովի ավետարանչի ֆիզիկական անվտանգությունը եւ կտարածվի ավետարանը, եւ երկրորդ՝ կապահովի Բերիայի նորադարձների հոգեվոր խնամքը եւ հավատի մեջ հաստատվելը։ Այս իմաստուն ու խելացի քայլերի արդյունքում Բերիայի եկեղեցին հնարավորություն է ունենում աճելու, զորանալու, ծառայողները հնարավորություն կունենան ես ծառայությունը շարունակելու եւ Հիսուսի համար աշակերտներ պատրաստելու։ Ահա տեսեք, նրանք մտածում են լայն եւ այնպիսի մտադրություններ ունեն, որով օգուտ կլինի եւ տեղի եկեղեցուն, եւ եղբայրներին, եւ ավետարանի տարածմանը։ Կարելի ասել, որ սա իրենց մարտավարությունն էր։ Իրենք իսկույն ուղարկեցին Պողոսին եւ մնացին այնտեղ Շիղան եւ Տիմոթեոսը։ Ահա թե ինչ նպատակներ էր հետապնդում նրանց այս քայլերը։ Հարց. ինչ տրամաբանությամբ ենք մենք որպես անհատներ եւ որպես եկեղեցի կատարում քայլեր։ Արդյոք դրանք կարևոր նպատակներ են եւ ավելին, արդյոք Աստծո կողմից գնահատելի նպատակներ են դրանք թե ոչ։ Ուրիշ խոսքով կարելի ասել դրանք նպատակներ են, որոնք ծառայում են ավետարանի տարածմանը։ Բանալի միտքը ավետարանի տարածումն է։ Ինչու, որովհետև երկնքի տեսանկյունից ամենամեծ արժեք ունեցող բանը, որի համար կարելի է ապրել այս երկրի վրա, դա ավետարանի համար ապրելն է։ Ավետարանի տարածման համար ապրելն է։ Իհարկե դա հավասար է, որ ասենք Քրիստոսի համար ենք ապրում, Պողոսի նման։ Ինձ համար ապրելը Քրիստոսը, մեռնելը շահ, եթե մնամ մարմնի մեջ, օգուտ է ձեզ, օգուտ է ավետարանին, այսինքն այլ առաջնահերթություն չունեմ։ Իմ ամենաբարձր առաջին մեծ անհրաժեշտությունը դա ավետարանի տարածումն է։ Հիշեք, սիրելիներ, մենք ընդունում ենք այս նպատակները, այս աստվածաշնչյան նպատակները եւ մեր ջանքը, ժամանակը, գումարները եւ մեր ողջ կյանքը դրել եւ դնում ենք այս կարիքների լրացման համար։ Որովհետեւ սրանք լրացնելով ավետարանը տարածելու հնարավորությունը մեծանում է։ Դրա համար կոչ մեզ սիրելի եկեղեցի։ Մենք շուտով կլինենք 4 տարեկան եւ մեր միասին հավաքվելու առաջին հանդիպումից սկսած հետապնդել ենք աստվածաշնչյան նպատակներ եւ Փառք Աստծո դեռ հարատևում ենք դրանցում եւ քայլեր ենք կատարում, ժամանակ ենք ծախսում, նյութական միջոցներ ենք տրամադրում հենց ավետարանի տարածման համար։ Մեր սիրտը բաբախում է դրա համար։ Եվ Տերը տա որ ժամանակի ընթացքում եկեղեցին էլ բորբոքվի ու տաքանա այդ նույն եւ աստվածային նպատակի շուրջ։
որ ոչ թե խոսքով, այլ իսկապես ձեր կյանքին նայելիս, ձեր առաջնահերթություններին նայելիս դուք տեսնեք այնտեղ, որ ամեն բան ծառայում է ավետարանի տարածման համար, որովհետև վերջ-վերջո դա այն է, ինչ արժեք ունի երկնքում։ Եվ երկրային ցանկացած գանձ չափվելու է երկնային չափանիշներով, այն արժեք ունի հավիտենության մեջ, թե ոչ։ Եվ ինչպես Պողոսը կասեր Կորինթացիս 4:1-2-ում, դրա համար այս ծառայությունը ունենալով Աստծո ողորմությամբ չենք տկարանում, մերժում ենք քողարկված ամոթալի գործերը, խորամանկությամբ չենք ընթանում եւ Աստծո խոսքն էլ չենք խեղաթյուրում, այլ ճշմարտությունը հայտնելով ինքներս մեզ ներկայացնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին Աստծո առաջ։ Կոչ եւ մեծ եւ Քրիստոսի բոլոր եկեղեցիներին սիրելիներ, ունեցեք ավետարանի տարածմանը նպաստող նպատակներ եւ երբեք մի զիջեք դրանք եւ ձեր բոլոր քայլերն ու որոշումները թող բխեն այս սուրբ նպատակից։ Սա ավետարանի տարածմանը ծառայող առաջին օրինակն է, որ տեսնում ենք այստեղ։ Մարդիկ անում են նպատակային քայլեր, որոնք կօգնեն ավետարանի տարածմանը։ Տեսեք ավետարանի տարածմանը նպաստող երկրորդ օրինակը 15-րդ համարում, որը նվիրվածության մասին է։ Լավ է ավետարանի տարածման համար իմաստուն քայլեր կատարելը, բայց դրանք շատ օգուտ չեն տա, եթե չլինեն նվիրված մարդիկ։ Նայեք 15-րդ համարին։ Պողոսին տանողները նրան մինչև աթենք հասցրին։ Մինչև աթենք հասցրին։ Մինչև աթենք ֆիզիկապես հասցնելու կարևորությունը, երբ հասկանաք, ավելի լավ կպատկերացնեք, որ նվիրվածությունը այստեղ առաջին տեղում է։ Գիտեք որքան է հեռավորությունը Բերիայից աթենք։ Մոտավոր հաշվարկով մոտ 300 կիլոմետր ցամաքային ճանապարհով։ Ուղիղ գծով օդային հեռավորությունը փոքր ավելի կարճ 260-270 կիլոմետր է։ Պողոսի եւ այս եղբայրների պարագայում ծովային ճանապարհն է պետք նայել, որը մոտ 300 կիլոմետր է։ Պողոսը եղբայրների հետ Բերիայից իջեցվել է դեպի ծովափ, ապա նավով տեղափոխվել աթենք, ինչը եւ արագ էր ավելի եւ ավելի ապահով հալածանքներից։ Այսինքն խոսքը ոչ թե կարճ, այլ լուրջ հեռավորության մասին է։ Ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչու էին Պողոսին ուղեկցում եղբայրները եւ ապահովում ճանապարհի անվտանգությունը, թե ինչու էին գնում նրա հետ ռիսկերի եւ նույնիսկ հավանական մահվան։ Մոտ 300 կիլոմետր նրանք գնացին նավով եւ նվազագույն անվտանգության միջոցներով, մի քանի եղբայրներով եւ որ ամենակարևորն է ավետարանի համար։ Իհարկե եղբոր անվտանգության ապահովման միջոցով։ Բերիայի եղբայրների նման պատրաստակամությունը ուղեկցելու Պողոսին ամբողջ ճանապարհին վկայում էր այս քրիստոնյաների իսկական նվիրվածության եւ սիրո մասին։ Սրանք նորադարձներն են Բերիայի։ Նրանք ամենայն հավանականությամբ հենց Բերիայի նորադարձներից էին եւ ոչ թե տարիների փորձառություն ունեցող հավատացյալներ։ Տեսեք նրանց նվիրվածությունն ու սերը ավետարանին եւ ավետարանին ծառայողների նկատմամբ։ Նրանք ոչ թե ռիսկի են դիմել Պողոսին միայնակ ուղարկելու հարցում, այլ հենց իրենց կյանքն են դրել Պողոսի անվտանգության համար։ Գիտեք, սերը չափվում է գործով։ Չափման ուրիշ միավոր չկա։ Սիրում եք ինձ, Հիսուսն ասաց, այդ պատվիրանները։ Սիրո մասին արժե գործել եւ ոչ միայն խոսել։ Պատկերացրեք ինչ կլիներ, եթե Աստված իր ունեցած սերը արտահայտեր միայն խոսքով մեր նկատմամբ։ Ես ընտրեցի այս օրինակը, որովհետեւ երկար չխոսեմ սրա մասին, որ հստակ լինի, որ սերը եւ նվիրվածությունը դրանք գործողության մասին են։ Նվիրումը այս պարագայում նշանակում է տրվել նույն ճակատագրին, այս համատեքստում։ Գործել նույն նպատակի համար, ընդունել հնարավոր բոլոր հետևանքները եւ ի վերջո նվիրվել ու նույնանալ։ Նույն նավի մեջ էին, եղանակային նույն պայմաններին ենթակա։ Մի խոսքով ինչ որ իմաստով նրանք նույնացած էին, ինչ Պողոսին լիներ, նույնն էլ իրենց էր լինելու։ Նրանք մինչև գրված է աթենք հասցրին, գրված է այսպես։ Ինչու աթենք։ Աթենքը Հունաստանի մշակութային կենտրոնն էր։ Եվ իր փառքի գագաթնակետին աթենքը եղել է աշխարհահռչակ փիլիսոփաների, այդ թվում Սոկրատեսի, Պլատոնի եւ Արիստոտելի եւ այս բոլոր ազդեցիկ մարդկանց հայրենիքը։
Աթենքում աշխատել եւ դասավանդել են եւս երկու հայտնի փիլիսոփաներ, էպիկուրյանականության հիմնադիր Էպիկուրոսը եւ ստոիցիզմի հիմնադիր Զենոնը։ Դուք որ մի քանի համար, երկու համար ընդհանրապես ներքև նայեք, կտեսնեք, որ Պողոսը Աթենքում արդեն վիճում է էպիկուրյան եւ ստոիկյան փիլիսոփաների հետ։ Թե ինչու ուղարկեցին Աթենք, մի քանի հնարավոր ենթադրություն կա։ Առաջին, Աթենքը ազդեցիկ տեղանք էր եւ ավետարանի համաշխարհային տարածման համար շատ հարմար տեղ էր։ Երկրորդը, Աթենքը հեռու էր եւ ավելի քիչ էր հավանական, որ Թեսաղոնիկեի հետապնդող մոլերանտները կանցնեին այդ 300 կիլոմետր եւ կգնային Պողոսի հետևից։ Այսպիսով այս եղբայրները ցուցադրեցին իրենց խոր նվիրվածությունն ու սերը ավետարանին եւ Պողոսի հանդեպ։ Նվիրվածության ցնցող մի օրինակ ձեզ հիշեցնեմ, որը մենք 8-րդ գլխում արդեն անցել ենք եւ այդ կետի վրա կենտրոնացել ենք։ Բայց հիշեցնեմ ճիշտ այս համատեքստում։ Հիշում եք Ստեփանոսի մահը։ 8-րդ գլուխ 1-ից 3-ում երբ նկարագրվում է այդ ցավալի պատկերը, Ղուկասը այսպես է գրում. Թաղումից հետո Աստվածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին ու նրա վրա մեծ ողջ բարեցին։ Չթաղված մարդը հին միջերկրական աշխարհում համարվում էր ամենամեծ անարգանքը։ Իսկ այդ մահացածին թաղելը կյանքի վտանգի գնով համարվում էր հերոսական արարք, այսինքն արժանի հարգանքի։ Թաղումը պարտականություն էր մահացածի չափահաս որդիներից մեկի համար, մեծի համար։ Հրեական օրենքը արգելում էր սգալ մահապատժի ենթարկված հանցագործի համար։ Սակայն մյուս բոլոր մահացածների նկատմամբ սգի պահպանումը համարվում էր սրբազան պարտականություն։ Ստեփանոսը քարկոծվեց։ Ըստ նրանց օրենքի պետք էր չսգալ։ Նա պետք է թաղում չունենար, որ այդ նույն հետապնդողները կարող էին իր համար լացողներին արժանացնել նույն պատժի։ Այս ժողովուրդը, եկեղեցու մարդիկ, իմանալով այդ բոլորը, գրվածը մեծ ողջ բարեցին եւ թաղեցին Ստեփանոսին։ Հիմա ասեք, ինչպես կարելի է գնահատել Ստեփանոսին թաղողների արարքը որպես այս սաստիկ հալածանքի մեջ եղող մի գործողություն։ Միթե սա նվիրվածություն չէ։ Իրենց կյանքը վտանգելով իրենք մեծ սուք են անում եւ թաղում են անում։ Գիտեք, սա նաեւ խոսում է մեծ սուքը, որ Ղուկասը նշում է, նաեւ խոսում է այն մասին, որ այն տեսանելի եւ լսելի կարող է լինել շրջապատին։ Մտքների մեջ սուք հարած չէին լինի։ Այսինքն բացահայտ նրանք ցուցադրում են իրենց նվիրվածությունը իրենց մահացած եղբոր նկատմամբ։ Նվիրվածություն չէ, որ Պողոսը Տիմոթեոսին ուղված 2-րդ գլուխ 16-րդ համարում հիշատակում է Օնեսիփորոսին որպես հավատարիմ եւ նվիրված մեկի, ով չի լքել իրեն։ Եվ իր բանտում եղած ժամանակ այցելել է իրեն, վտանգելով իր հեղինակությունը եւ իր անվտանգությունը։ Արա 2 Տիմոթեոս 1:15-16-ում տեսեք ինչ է գրում Պողոսը. Գիտես, որ ինձ լքեցին բոլորը։ Նրանք, ովքեր Ասիայում էին, ինչպես նաեւ Փիգեղոսն ու Հերմոգենեսը, թող Տերը ողորմություն տա Օնեսիփորոսի ընտանիքին, որ շատ անգամներ սփոփեց ինձ, ուշադիր լսեք, ու չամաչեց իմ կապանքներից։ Դա նշանակում է, որ երբ նա եղել է բանտում, Օնեսիփորոսը գնացել է նրան այցի։ Դնելով իր հեղինակությունը կասկածի տակ, իր անվտանգությունը, իր կապանքները Պողոսն ասում է ամոթ չի համարել։ Հետևաբար Պողոսը խնդրում է Տիմոթեոսին ողջունել Օնեսիփորոսի ընտանիքին։ Եվ մեր համարում Բերիայի եղբայրները նույնպես չեն լքում Պողոսին, այլ մեծ նվիրվածությամբ տրվում են նրա կարիքի լրացմանը եւ գրվածը հասցնում են մինչեւ Աթենք։ Հարց. Սիրելի եղբայր եւ քույր, ինչ վիճակում է իմ ու քո նվիրվածությունը։ Արդյոք իմ ու քո նվիրվածությունը չափվում է մեր գործերով։ Արդյոք այն շոշափելի է։ Թե միայն խոսք է, կամ ժամանակակից լեզվով, եթե ասենք, smiley կամ like։ Արդյոք իմ ու քո նվիրվածությունն ունի իր մեջ անձնազոհության տարրեր, ռիսկեր ավետարանի համար, ծառայեկիցների նկատմամբ։ Արդյոք մեր նվիրվածությունը չափվում է գործով, կյանքի եւ ժամանակի ներդրումով, թե հերվից միայն քաջալերանքով է արտահայտվում։
Ձգտենք իրական նվիրվածության, սիրելիներ, որը տեսանելի եւ շոշափելի կլինի, ոչ թե փուչ խոսք։ Հիշեք, նվիրվածությունը ավետարանի տարածման շարժառիթն է։ Եթե այս եղբայրները հերվից Պողոսին ասեին, Աստված հետդ լինի եւ իրեն չուղեկցեին, դրանով եւ Պողոսը կարող էր ճանապարհին խնդիրներ ունենալ չհասնել, ավետարանը չտարածվել եւ չէր ստուգվի նաեւ իրենց հավատի որակը։ Ահա ավետարանի տարածման ծառայելու երկրորդ օրինակը պետք է ծառայել նվիրվածությամբ եւ վերջին երրորդ օրինակը տեսեք, որը նպաստում է ավետարանի տարածմանը։ Ավետարանի տարածմանը Բերիայի եղբայրները ծառայեցին նաեւ հնազանդությամբ։ Եվ հնազանդությունն օգնում է ծագած խնդիրները լուծել ժամանակին եւ առանց հակառակությունների։ Նայեք համարի վերջին մասին։ Պողոսին տանողները նրան մինչև Աթենք հասցրին եւ Շիղայի եւ Տիմոթեոսի համար պատվեր ստանալով, որ շուտով իր մոտ գան, գնացին։ Այս համարում Ղուկասը շատ է խտացնում ժամանակագրությունը։ Մեկ համարում Ղուկասը ներկայացնում է մոտ 300-ից 600 կիլոմետրանոց ընթացք։ Համարում ասվում է, որ երբ նրանք հասել են Աթենք, Պողոսը պատվեր է տվել այս եղբայրներին, ովքեր իրեն ուղեկցում էին։ Պատվեր բառը Էնթոլեյ բառն է, որ նշանակում է հրաման, կարգադրություն կամ ուղղություն։ Որպեսզի դուք տեսնեք, թե հրաման կամ պատվեր բառի կիրառությունը որքան ուղիղ է կապված հնազանդության հետ, ձեզ երկու համար ցույց տամ, որտեղ նույն բառն է գրված եւ նույն իմաստով։ Առաջին այս օրինակում Հիսուսը խոսում է որտեղ նա բացատրում է այն միտքը, թե ինչու են մարդիկ դատվելու իր խոսքերը չընդունելու համար։ Եվ տեսեք ինչ է ասում Հովհաննես 12:49-ում, որովհետև ես ինքս ինձնից չեմ խոսել, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա է ինձ պատվիրել, թե ինչ պետք է ասեմ եւ ինչ պետք է խոսեմ։ Այսինքն սա ենթադրում է պատվեր եւ պատվերի ճշգրիտ փոխանցում, այսինքն ինչ լսել է, այն փոխանցում է։ Մյուս օրինակում Պողոսն է գրում Կողոսացիներին։ Տեսեք, ասում է ձեզ ողջունում է Արիստարքոսին, բանտակիցը եւ Բարնաբասի եղբորորդի Մարկոսը, որի համար պատվեր ստացաք, որ թե ձեզ մոտ գա, նրան ընդունեք։ Այսպիսով պատվերը դա որևէ գործողության մասին կարգադրություն է, որը պետք է նույնությամբ կատարել, ինչպես որ ասվում է։ Իսկ մեր համարում եղբայրներին Պողոսը պատվեր է տալիս եւ պատվերի էությունը այն է, ուշադիր լսեք, որ նրանք վերադառնան 300 կիլոմետր հետ եւ փոխանցեն Տիմոթեոսին ու Շիղային, որ Պողոսը իրենց կանչում է։ Messenger չկար, որ մեկ ակնթարթում, 300 կիլոմետր պետք է վերադառնային նամակը հետ փոխանցելու համար։ Պատվերը ստանալով, որ շուտով իր մոտ գա։ Պողոսը ցանկություն հայտնեց, որ երկու եղբայրները միանան իրեն։ Այս պատվերի մասը ուսումնասիրելիս ես ապշում էի այս եղբայրների խոնարհության եւ հնազանդության վրա, տեսնելով իրենց հնազանդությունը։ Նկատեք, որ նրանք որևէ կերպով չեն առարկում Պողոսի պատվերը։ Նրանք չեն ասում Պողոս ջան, ախր Բերիայում նորադարձներ կան, դու լավ գիտես։ Իրենց ուսուցում է պետք։ Ինչու ես դու Տիմոթեոսին եւ Շիղային կանչում։ Եթե նրանք գան քեզ մոտ, այնտեղ մարդիկ կմնան առանց ուսման։ Նման բաներ չեն ասում։ Եվ ամենայն հավանականությամբ Տիմոթեոսի եւ Շիղայի Բերիայում մնալը հենց Պողոսն էր առաջարկել։ Եթե այդպես եղած լիներ, որ Պողոսն առաջարկած լիներ այս քայլերը, ապա ավելի մեծ կոնտրաստ կստեղծվի, քանի որ այդ դեպքում կստացվի, որ Պողոսը, լսեք, Աթենք հասնելուց առաջ արդեն մտածում էր, որ դա ավելի լավ լուծում է, որ նրանք մնան այնտեղ։ Իսկ հետո երբ արդեն հասել է Աթենք, տեսել է գուցե այնտեղ ծառայության կարիք եւ այդ պահին մտածել է, որ լավ կլինի, որ այս եղբայրները միանան իրեն։ Եվ անեն հավանականությամբ հենց այդպես էլ եղել է։ Առաջին փաստարկը դրա օգտին, որ Պողոսը ոչ թե Աթենք գնալուց առաջ է մտածել Տիմոթեոսին ու Շիղային կանչելու մասին, այլ հետո, առաջինը, եթե Պողոսը սկզբում մտածած լիներ մենակ չգնալու մասին, Տիմոթեոսին ու Շիղային էլ իր հետ կվերցներ անմիջապես։ Երկրորդը, այն որ 15-րդ համարում Ղուկասը նշում է, որ նրանք հասան եւ հետո Պողոսը պատվեր տվեց։ Այսինքն, սա ցույց է տալիս, որ միտքը ճանապարհին չի առաջացել, այլև այնտեղ են եղել։ Եվ երրորդ փաստարկն այն է, որ ըստ մեր հաջորդ հատվածի 17-16-ին, եթե նայեք, գրված այսպես. Պողոսը սպասում էր Տիմոթեոսին ու Շիղային Աթենքում։
Դա ցույց է տալիս, որ նա հաջորդիվ կատարելիք ծառայության համար է սպասում, որ հաջորդիվ անցնի ծառայության։ Ճիշտ է, նա շատ անհամբեր էր այդ հարցով եւ չսպասեց, մտավ միանգամից բանավեճերի մեջ փիլիսոփաների հետ, բայց հաջորդիվ մենք տեսնում ենք Կորինթոսում մի քանի համար հետո արդեն Տիմոթեոսն ու Շիղան հասնում են, միանում են իրեն։ Ահա այս սիրելի եղբայրների հնազանդությունը տեսեմ, որ Պողոսը մենակ գնա համաձայնել են 300 կիլոմետր գնալ նրա հետ եւ 300 կիլոմետր վերադառնալ, հիմա էլ հնազանդվում են Պողոսի նոր պատվերին, որ պետք է Տիմոթեոսն ու Շիղան միանան իրեն։ Եվ ամենայն հավանականությամբ նրանք եւս մեկ անգամ պետք է 300 կիլոմետր անցնեն, որպեսզի Տիմոթեոսին եւ Շիղային բերեն Պողոսի մոտ։ Եկեք լուրջ եւ խորը մտածենք մեր հնազանդության մասին։ Ինչպես կարձագանքեք, երբ ծառայության համար երեցները կամ ծառայության առաջնորդները որևէ իրավիճակում մի որոշում ընդունեն, երբ ասեն, որ սա այսպես է լավ, սա այսպես ճիշտ կլինի, որ անենք, այստեղ է լավ, որ գնանք կամ մնանք, կհարգեք Աստծո դրած կարգերը, ծառային, թե ինչպես 5 տականում Ահարոնն ու Մարիամը կշտապեք արձագանքել եւ առաջ տանել սեփական կարծիքը, որը նրանց պարագայում պարզվեց, որ սխալ էր, ցավոք եւ նրանք պատժվեցին։ Սա Թվոց 12-ում է գրված առաջին երկու համարներում։ Փակագծերում պարզապես արժե ասել, որ Աստծո դրած կարգերը հարգել չի նշանակում ծածկել մեղքը որևէ մեկի կամ ծառայողի կամ երեցի, դա չի նշանակում, այլ նշանակում է ճիշտ հերթականությամբ լուծել հարցը։ Աստված նման իրավիճակների համար տված լուծումներ ունի եւ երեցներին նույնպես վերաբերվում է ճիշտ այն ընթացակարգը, ինչ բոլորին, եթե մեղք կա, պետք է խոսվի, բայց կարգ կա։ Պողոսն ասում է, որ երեցի դեմ, եթե ամբաստանություն կա, 2-3 վկա եթե չկա, չի ընդունվում դա։ Եվ եթե կա, ուրեմն հերթականությամբ պետք է քննարկվի, ասվի եւ բոլորի ներկայությամբ հանդիմանվի, որ բոլորն էլ վախենան։ Մի հարց մտորելու համար ձեզ։ Ես մտորում եի անձամբ սա գրելիս։ Ձեր կյանքում, ձեր եկեղեցական անցյալում եղել եք որևէ մի հավաքույթի, որտեղ բոլորի ներկայությամբ մեղադրվի մեկը եւ բոլորը լսեն ու տեսնեն։ Եթե մեկ անգամ վայելեք ճակերտավոր այդ տհաճությունը, նոր կհասկանաք, թե ինչ է նշանակում բոլորի առաջ, որ բոլորի վրա վախ ընկնի։ Պատկերացնում եք դա ինչ է, մենք սա ասում ենք, սա հեշտ է, բայց մենք եղբայրներով ու քույրերով իրար հետ ընթացք ունենք եւ մեկին մի օր պետք է հանդիմանել։ Դե մի անգամից հիշում ենք, որ գնանք առանձին խոսենք եւ հանդիպ շատ լավ, բայց իրավիճակ կա, որ պետք է բոլորի ներկայությամբ արվի։ Պատկերացրեք դա ինչ տհաճ եւ ինչ ազդեցիկ փորձառություն է։ Այսպես է Աստծո ժողովուրդը սրբության մեջ ավելի առաջնորդվում։ Ինչու երեսների համար է սա գրված։ Նրանք ավելի խոշորացույցի տակ են։ Նրանց կյանքը խոշորացույցի տակ է։ Ավելի մեծ հավանականություն կա անընդհատ ամբաստանություններ լինելու։ Կարող է լինել ճիշտ, կարող է լինել սուտ։ Եվ եթե ճիշտ է, պետք է հանդիմանվի։ Եվ եթե սուտ է, պետք է համապատասխանի այդ չափանիշներին։ Սա չի նշանակում, որ երեցների կամ առաջնորդների արարքները չի կարելի որևէ գնահատական տալ, կամ պետք է նրանց սխալ արարքները անտեսել։ Իհարկե ոչ։ Երեցը կամ որևէ առաջնորդն էլ ենթակա են սխալներ գործելու, բայց այն իրավիճակում, երբ երեցը սխալ է, խոսքը ոչ թե լռելու մասին է, այլ ճիշտ մոտենալ հարգանքի, կարգի եւ խոնարհության։ Դա նշանակում է, որ պետք է հարգել կարգերը, աստվածադիր կարգեր, Աստված դրել է կարգեր եւ տվել է յուրաքանչյուրին պատասխանատվություն եւ պետք է հարգել Աստծո կողմից դրված կարգերը։ Եվ սա իշխանություններին հնազանդվելու ինստիտուտի սկզբունքների մեջ է մտնում։ Նույնը կարող է կիրառել այստեղ։ Պետք է հնազանդվել այնքան, քանի չեն տանում քեզ մեղքի։ Եթե մեղքի հարց կա, հնազանդության հարց պետք չէ, որտեղ ավելի լավ է հնազանդվել Աստծուն, քան մարդուն։ Ահարոնի եւ Մարիամի օրինակի մասին ես պարզապես որ հնազանդության մասին եմ խոսում, ուզում եմ մյուս կողմն էլ ցույց տալ։ Դրա համար եմ մի փոքր ծանրանում, որպեսզի ճիշտ հավասարակշռենք։ Ահարոնի եւ Մարիամի օրինակի մասին Ալեքսեյ մեր եղբայրը Պրակապենկոն այսպես է գրում։ Այն 5 տակարանի գրքում, եթե կուզեք կարող եք ընթերցել։ Գրում է այսպես. այստեղից հետևում այն եզրակացությունը, որ անհավատարմությունը դրսևորվում է ծառաների վրա հարձակումներով, անհիմն քննադատությամբ, բամբասանքների տարածմամբ, դիրքի գրավմամբ կամ հեղինակության վարկաբեկմամբ։ Հավատարիմ լինելու համար մենք պետք է հասկանանք, որ նա ինքն է ծառաներ նշանակում իր նպատակների համար։
Աստվածաշունչը միշտ առանձնահատուկ զգուշությամբ է վերաբերվում Աստծո ծառաների քննադատությանը։ Եվ Սուրբ Գիրքը հստակ սահմանում է կարգը, սիրելիներ։ Եթե ապագայում նման բաներ լինի, իմացեք կարգերն ինչպիսին են։ Առաջին Տիմոթեոս 5:19-20 Երեցի դեմ ամբաստանություն մի ընդունիր, եթե 2 կամ 3 վկաներով չէ, Տիմոթեոս, իսկ մեղանչածներին բոլորի առաջ հանդիմանիր, որպեսզի ուրիշներն էլ վախենան, որ հասկանան, որ լեզուն չզսպելը դա լուրջ պատասխանատվություն է։ Եվ պետք է Աստծո տան մեջ սրբությամբ եւ երկյուղով ապրենք։ Կրկնում եմ, դա չի նշանակում լռել մեղքի համար։ Դա նշանակում է հարգել կարգերը եւ ճիշտ հերթականությամբ լուծել հարցը։ Առաջնորդներին հնազանդվելը նույնիսկ պատվեր է։ Եբրայեցիս 13:17 Ձեր առաջնորդներին անսացեք ու հնազանդվեք, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, որպես թե հաշիվ են տալու ձեր փոխարեն, թարգմանական հարց կա այստեղ։ Նրանք թող դա ուրախությամբ անեն եւ ոչ թե հառաչելով, քանի որ դա ձեզ օգուտ չի լինի։ Ահա այսպիսի եղբայրներ էին, ովքեր հնազանդվեցին Պողոսի դժվար պատվերին եւ համարի վերջում գրված է, թե ինչ արեցին փիլիսոփայելու փոխարեն։ Նայեք համարի վերջին մասին։ Պողոսին տանողները նրան մինչև Աթենք հասցրին եւ Շիղայի ու Տիմոթեոսի համար պատվեր ստանալով, որ շուտով իր մոտ գան, գնացին։ Ահա այսպես են ծառայում ավետարանի տարածմանը, սիրելիներ, նպատակային քայլեր անելով, որոնք կապահովեն միջոցներ այդ տարածման համար։ Տարածմանը ծառայում են նաև նվիրվածությամբ, որը հնարավորություն է տալիս առանց դադարի եւ մեծ ուժով առաջ գնալու։ Եվ տարածմանը ծառայում է հնազանդությունը, որը լրացնում է այդ պահի կարիքները։ Ահա թե ինչպես են արձագանքում ավետարանին, Աստծո խոսքը ընդունելով, ավետարանի դեմ գործելով եւ ավետարանի տարածմանը ծառայելով։ 3 կարճ հիշվող կիրառություններ վերցնենք եւ ավարտենք։ Առաջին, եթե դու մեկն ես, ով արձագանքել է ավետարանի քարոզությանը, հարց, ընդունել ես քեզ քարոզված խոսքը որպես Աստծո խոսք, թե որպես մարդու խոսք։ Սա ցույց կտա, թե ինչպես ես վերաբերվել լսված խոսքին։ Եթե դու դրան վերաբերվել ես որպես մարդու խոսք, Թեսաղոնիկեցիս նամակում Պողոսի գրածը չի վերաբերվի քեզ։ Նա շարունակության մեջ ասում էր եւ այն, ովքեր ընդունել էին որպես Աստծո խոսք, ներգործում է ձեր հավատացյալների մեջ։ Դա գործում է հավատացողների մեջ։ Երկրորդ, եթե դու մեկն ես, որ արձագանքել է ավետարանի քարոզությանը թշնամանքով, հարց, գիտես, որ դու չես կարող կասեցնել ավետարանի երթը։ Քո բոլոր քայլերը կաշխատեն քո կործանման համար։ Դրա համար քեզ կոչ, հնազանդվիր ավետարանին, խոնարհվիր Հիսուսի առաջ եւ ընդունիր նրան որպես քո կյանքի Տեր եւ Փրկիչ։ Հակառակ դեպքում այդ նույն Հիսուսը սահմանված օրը կդատի քեզ։ Եվ վերջին երրորդ, եթե դու մեկն ես, որ արձագանքել է ավետարանի քարոզությանը, հարց, արդյոք արձագանքը արտահայտվում է ծառայությամբ։ Արդյոք նպաստում ես ավետարանի տարածմանը։ Արդյոք աստվածաշնչյան նպատակներ ունես։ Արդյոք նվիրված ես։ Ոչ թե միայն խոսքով, այլ նաև գործով։ Եվ վերջում, արդյոք հնազանդ ես Աստծո կարգերին, քո առաջնորդ եղբայրներին, Հիսուսով։ Եվ վերջում հիշիր, քո տված արձագանքը խոսում է քո իրական վերաբերմունքի մասին ավետարանի նկատմամբ։ Եկեք կանգնենք ու աղոթենք։ Տեր Հիսուս, մենք խնդրում ենք, որ օգնես, որ խոսքով հավատացյալ չլինենք միայն, այլ նաև գործով։ Օգնիր, որ այս ճշմարտությունները մենք կարողանանք կիրառել մեր կյանքերում, օրինակ լինել մեկս մյուսին։ Օգնիր, որ քո ավետարանին վայել կերպով քայլենք այս երկրի վրա։ Օգնիր, որ երբ քարոզենք ավետարանդ եւ հանդիպենք թշնամական արձագանքի, հիշենք, որ այդպիսի մարդիկ էլ պետք է լինեն, որոնց համար ավետարանը կամ փրկության, կամ դատապարտման համար պետք է ծառայի։
Օգնիր, որ չհիասթափվենք, չհուսահատվենք, շարունակենք ճշմարտությունը բարձր պահել, շարունակենք Հիսուսի մասին քարոզել, շարունակենք ընդունել բոլոր տեսակի արձագանքները, նույնիսկ արձագանքներ, որոնք այս հատվածում չկային, արձագանքներ, որ տեսել ենք մեր եղբայրների կյանքում, որոնք արտահայտվել են ծեծով, ջարդով, քաղաքներից դուրս հանելով, մինչև իսկ մեռնելով։ Օգնիր, որ մի փոքր մոտենանք այն նկարագրին, որի մասին խոսում ենք։ Աղոթում եմ եւ իմ եւ քույր ու եղբայրներիս համար, մեր եկեղեցու համար, որ օգնես մեր ավետարանչական կյանքում ավելի զորավոր լինենք, մեր սրտները վառվի քո ավետարանի խոսքը փոխանցելու համար, մեր կյանքի իրական առաջնահերթությունը լինի ավետարանի շահերը, այն չլինի գեղեցիկ վերնագրեր կոնֆերանսի, այն լինի կյանք։ Օգնիր, որ մենք Հիսուսին հաճեցնենք մեր ամեն քայլի մեջ։ Օգնիր, որ այս ճշմարիտ ավետարանը գիտակցելու մեջ ամուր լինենք եւ ամրապնդվենք այնքան, որ ոչ մի միտք, ոչ մի մոլորեցնող մեզ չկարողանա շեղել, չկարողանա տատանել մեր համոզմունքները Քրիստոսի նկատմամբ։ Աղոթում եմ մեր եկեղեցու համար, քույր ու եղբայրներիս համար, քո դրած կարգերի համար, օգնես, որ սիրով, հավատարմությամբ, իրար հանդուրժելով, իրար ներելով, իրար օգնելով, Քրիստոսի սերը ապրելով շարունակենք այս երկրային ցավոտ ընթացքը, սպասելով այն երկնային փառավոր հույսին, որը շուտով պատրաստ է հայտնվելու քո եկեղեցու համար։ Շարունակիր սրբացնել մեզ, պատրաստել, նորոգել եւ դու փառավորվել մեր կյանքով, խոսքով ու գործով։ Ողջ փառքը լինի քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։